Okay, Ժորժան, սկսում ենք, ուրեմն մեզ ինչ է հարկավոր լինելու 500 գրամ արևածաղկիցեր, բնականաբար, մեզ հարկավոր է լինելու 150 գրամ շաքարավազ, մոտ 1 ճաշի գթալ լիմոնի հյութ և մեղր 1 ճաշի գթալ։ Հիմա սա տեղափոխում ենք գազօջախի մոտ ու սկսենք։ Okay, հարազատներս, արդեն ես միացրել եմ կրակը, ինձ հարկավոր է լինելու մարման կրակի վրա կարմրացնել հնարավորինս, շատ չեն կարմրացնում, բայց կարմրացնելու ենք։ Բովում ենք, էլի, մի խոսքով։ Բայց բավական համով է, ովքեր որ չեն պատրաստել, անպայման խորհուրդ կտամ պատրաստեն, շատ համով բան է։ Կոմենտներում գրեք տեսնեմ նուշի կոզինախը, որ պատրաստել էինք, դուք էլ պատրաստեցիք տանը, եթե այո, ոնց ստացվեց ձեզ մոտ։ Ինձ շատ հետաքրքիր է և հաճելի է ձեր կարծիքներն էլ նույնպես։ Okay, շատ մարման կրակի վրա է դրված։ Okay, հարազատներս, ինձ մոտ արդեն ոսկեգույն է վերածվում արևածաղիկը և արդեն ժամանակն է անջատելու։ Այսպես պայմ մոտավորապես, որ պատկերացնեք։ Okay, սա ուղարկում ենք մի կողմ սառչելու և մեզ հարկավոր է պատրաստենք հիմա իրա մնացած բաղադրությունը։ Okay, Ժորժան, սա ուղարկում ենք հիմա սառչելու և մեզ հարկավոր է պատրաստել իրա օշարակը։ Okay, օշարակը պատրաստելու համար նախ մեզ հարկավոր է լինելու 1 ճաշի գթալ մեղր, ինչպես արդեն մենք խոսել էինք այդ մասին։ Եվ դնում ենք հալչելու։ Okay, մեղրը հալչելուն պես արդեն շատ չենք թողում, որպեսզի ինքը եռա, ավելացնում ենք վրան 150 գրամ շաքարավազը։ Երբ որ կնկատենք արդեն սկսում է պղպջակների նման լինել, անպայման հետևից պետք է ավելացնենք արևածաղիկը, շատ չենք թողելու։ Okay, Ժորժան, եթե նկատում եք, արդեն հալչում է լիովին։ Ավելացնում ենք վրան լիմոնի։ Մոտ 1.5 գթալ, 1 գթալ լիմոնի սոկ ընդամենը, շատ չի այդքան էլ։ Նախ չի շաքարակալելու համար, երկրորդը և համը լավ լինում։ Երբ որ տեսնում ենք լիովին արդեն հալված է շաքարավազը, արդեն ժամանակն է ավելացնելու արևածաղիկը։ Okay, Ժորժան, եթե նկատում եք արդեն պղպջակներից, մեզ մոտ պատրաստ է, հիմա պետք է ավելացնենք արևածաղիկը և մի լավ պետք է խառնենք։ Պետք է անպայման այնքան խառնենք, որ բոլորը տարածվի այդ հեղուկը և արևածաղիկը 4 տեղ չմնա, խառնվեն իրար։
Okay, ժամանակն է արդեն անջատելու։ Okay, Ժողովուրդ ջան, ինձ մոտ եթե տեսնում եք, հարմար մի հատ թավա ենք վերցրել, որ վրան պետք է լցնենք անմիջապես, չենք թողում մեջը երկար մնա, որտեվ քարանալու է արդեն։ Սա մեզ հարկավոր է լինելու դասավորենք։ Դե հարմար գտալ վերցնեմ հիմա։ Եվ այն տափակացնում ենք, հավասարացնելու ենք։ Okay, Ժողովուրդ ջան, եթե տեսնում եք ստիպված եղա, չնայած տաք է, բայց ձեռքով հարթացնեմ վերջում, որովհետև չէր լինում էլ արդեն, կպնում էր ուղղակի գդալների վրա։ Եվ թողնելու ենք հիմա արդեն հարթացրած լիովին, թողնելու ենք սառչի։ Okay, Ժողովուրդ ջան, եթե նկատում եք արդեն սառել է ինձ մոտ, լրիվ չի սառել, բայց սառած է այնքան, որ ինքը իրան պահում է։ Ուզում եմ ես այդ վիճակով կտրեմ անպայման, որպեսզի հեշտանա իմ գործը հետո։ Այս մեկն էլ մի քիչ նեղ կտրենք։ Amma սրան էլ է ուժ պետք, հա, բավական ուժ է պետք։ Հիմա այսպես արդեն կտրենք։ Ինքը եղավ, ասած ամերիկացիներին, շատ լավ սնեք։ Okay, that's it, այսքան բան։ Այս գեղեցկությունը դասավորենք այստեղ։ Անպայման դուք էլ պատրաստեք, Ժողովուրդ ջան, շատ կսիրեք, շատ համով բան է, և օգտակար է, վերջ։